Բարի երեկոս էլի ֆուտբոլիստներ, բարեկամներ, AFL YouTube-յան ալիքի եթերում AFL-ի Winter Cup մրցաշարը շարունակվում է եւ արդեն երկրորդ խաղային օրը առաջինը խաղադաշտն են դուրս գալիս մրցելու միմյանց դեմ ախումբը ներկայացնող Ատալանտան եւ Չելսին։ Թիմերը ողջունում են միմյանց։ Ես արագորեն ծանոթացնեմ ձեզ մրցող թիմերի մեկնարկային հայտարարությունները, որից հետո կշարունակենք։ Եվ այսպես Ատալանտա դարպասը պաշտպանում է Սուրեն Սարգսյանը համար 12, Անդրանիկ Ադամյան համար 5, նա թիմի ավագն է, Խաչիկ Սեդրակյան համար 6, Վանիկ Պետրոսյան համար 7, Ալիկ Հովանեսյան համար 8, Վարդան Պետրոսյան համար 11, Վարդան Հովանեսյան համար 32, Մաքսիմ Սարգսյան համար 55, Էդգար Գևորգյան համար 66 եւ Վարդան Կոշկարյան համար 77 կամ մրցավարի մեկնարկային Սուլիչը հանդիպումն էլ մեկնարկած է։ Չելսի դարպասը պաշտպանում է Էրիկ Պողոսյանը համար 1, Կարո Գրիգորյան համար 5, Վովա Խալափյան համար 6, Գրիշա Գրիգորյան համար 7, Արմեն Ասատրյան համար 8, Սմբատ Պողոսյան համար 9, Թիմի ավագ Ժիրայր Պապիկյան համար 10, Արսեն Ասատրյան համար 11, Էդիկ Հարությունյան համար 17, Հովսեփ Աթաջանյան համար 20, Ալեքսանդր Նալբանդյան համար 23, Վլադիմիր Ալավերդյան համար 66 եւ Տիգրան Չուխաջյան համար 77։ Սարգսյանն է գնդակով ուղարկեց գնդակը Սեդրակյանին, վերջինս էլ հասցեագրում է Վարդան Պետրոսյանի ուղղությամբ ու գրոյի տեղափոխություն դեպի Ադամյանը, Ադամյան ներվից հարվածի փորձ մի փոքր բարձր է ստացվում Անդրանիկ Ադամյանի կատարած առաջին հարվածը այս խաղում ու հարված կլինի արդեն Պողոսյանի պաշտպանած դարպասից։ Այո, իսկապես շատ հետաքրքիր ու լարված 50 րոպեներ են մեզ սպասում, քանի որ երկու թիմերն են միանշանակ առանց որևէ կասկածի խաղադաշտ են դուրս եկել իրենց առաջին 3 միավորը վաստակելու համար Winter Cup մրցաշարում, որը հեշտությամբ չի տրվելու ոչ մեկին, իհարկե քիչ անց նաև կծանոթացնեմ այս թիմերի հետ ովքեր են ընդգրկված միևնույն խմբում։ Պողոսյան թողնում է գնդակը Ասատրյանին եւ հետ փոխանցում ենք տեսնում դեպի դարպասապահ Էրիկ Պողոսյանը։ Արմեն Ասատրյանն է ստանում գնդակը այն ուղարկում Գրիշա Գրիգորյանի ուղղությամբ, նորից Ասատրյանն է գնդակով դեպի Արսեն Ասատրյանը փոխանցում տեսանք, բայց Ատալանտան այստեղ վերցնում է գնդակ ու Սարգսյանը գնդակը ուղարկում է Վարդան Պետրոսյանի ուղղությամբ, նորից Մաքսիմ Սարգսյանն է գնդակով։ Գրոյի տեղափոխություն դեպի Պետրոսյանը շատ հաջող կասեցեց այստեղ Վանիկ Պետրոսյանը գնդակը։ Պետրոսյան հաջող փոխանցում են տեսնում դեպի Հովանեսյանը, Կոշկարյան վտանգավոր Ալիկ Հովանեսյան, հարված ու Պողոսյանը հետ է մղում այստեղ գնդակ, իսկ Կոշկարյանը չկարողացավ այստեղ թույլ չտվեցին եզրափակել այստեղ Հովանեսյանի կատարած հարվածից հետո գրո ու գնդակ իմը Չելսի ֆուտբոլիստների մոտ էր, բայց Վարդան Պետրոսյանը նորից հաջող խլում կարողացավ կատարել, իսկ Կոշկարյանի փոխանցումն էլ փակեց Նալբանդյանը։ Ու սա խաղի կանոնների խախտում էր, այո։ Նալբանդյան խաղարկեցին արագ Չելսի ֆուտբոլիստները այստեղ գնդակը։ Խորքից փոխանցում ենք տեսնում դեպի Պապիկյանը, բայց Մաքսիմ Սարգսյանը առաջինն է արձագանքում, Արսեն Ասատրյան շարունակում է Չելսին գրոել, բայց այստեղ Վարդան Պետրոսյանը նորից հաջող գործեց պաշտպանությունում ու այն ուղարկում է գնդակը Վարդան Կոշկարյանի ուղղությամբ։ Նկատեց այստեղ Կոշկարյանը Վանիկ Պետրոսյանի գրոյի միացումը, Պետրոսյան հարված, բայց բարձր է ստացվում հարվածը, շատ ակտիվ է մեկնարկել Ատալանտան այս հանդիպումը, առայժմ Չելսին միայն այս րոպեներին պաշտպանությունում է գործում, Նալբանդյան թողեց գնդակը Գրիգորյանին, վերջինս ուղարկում է գնդակը Պողոսյանին եւ դեպի առաջ փոխանցում տեսանք, բայց Անդրանիկ Ադամյան այստեղ հասցրեց փակել գնդակի ճանապարհը, եզրից կնետեն Չելսիի ֆուտբոլիստները։
Ասատրյանն նետեց եզրից ու Պետրոսյանը այստեղ հագեց Ասատրյանի առաջ խաղացման ճանապարհը, նորից եզրից կնետեն Չելսիի ֆուտբոլիստները։ Ժիայ Պապիկյան ու Պապիկյանից դուրս եկավ այստեղ գնդակը, բայց կար միջ այդ խաղի կանոնների խախտում Պապիկյանի դեմ պայքարում։ Ու ստանդարտ կիրացնի հիմա Չելսին, Նալբանդյանն է գնդակի մոտ, արագորեն խաղարկում են այստեղ Չելսի ֆուտբոլիստները, գնդակը փոխանցում ու Ասատրյանն էլ հարված կատարեց դարպասի ուղղությամբ, միայն մի փոքր շեղությամբ ընթացավ գնդակը, Չելսին էլ արդեն սպառնաց մրցակցի դարպասին։ Ու հիմա արդեն տեսնենք ինչ կանեն թիմերը, դեռ չունենք խփած գնդակ այս խաղում, ճիշտ է նոր է մեկնարկել հանդիպումը, բայց տեմպը այնքան բարձր է այս հանդիպման, որ պարզապես նույնիսկ թիմերը ժամանակ չեն տալիս այլ բանից խոսելու։ Ես ինչպես թողարկման մեկնարկում նշեցի, ծանոթացնեմ հիմա այս թիմերի հետ միևնույն խմբում ընդգրկված մյուս թիմերին, ովքեր միասին կազմում են A խումբը Վինտերկապ մրցաշարի։ Ասատրյան թույլ ստացվեց այստեղ փոխանցումը, բայց թույլ չտվեց, որպեսզի Պետրոսյանը շրջանցի իրեն։ Կոշկարյան ուղարկում է գնդակը Վարդան Պետրոսյանի ուղղությամբ, ու այստեղ Պողոսյանը հաստրեց պաշտպանությունում հագել մրցակցի առաջխաղացման ճանապարհը, Կարո Գրիգորյանն է այստեղ գնդակը ուղարկում Արսեն Ասատրյանի ուղղությամբ, բայց գնդակը Ասատրյանը դաշտի սահմաններում, բայց Սեթրակյանն էլ նրա թիկունքում էր ու անմիջապես խլեց գնդակը մրցակցից։ Վանիկ Պետրոսյան գեղեցիկ էր, Պետրոսյան զարգացնում է աչեզով արագություն, Պետրոսյան դեպի Հովանիսյանը կարծում եմ փոխանցում էր կատարում այստեղ Պետրոսյանը, բայց հարմար չէր Հովանիսյանի դիրքը, Նալբանդյանն է շատ լավ նկատեց նորից Ասատրյանին, բայց Ասատրյանի կատարած հարվածը բարձր է ստացվում եւ այսպես Մանչեսթեր Սիթի, Չելսի, Մարսել, Վերդեր, Լիոն, Կադիս, Վոթֆորդ, Սևիլյա, Բայեր Լևերկուզեն, Ատալանտա, Յուվենտուս, Բետիս, Նյուքասլ Յունայթեդ, Մոնցա, Բավարիա, Մայնց, Պալերմո եւ Պարիս Սեն-Ժերմեն։ Ահա այս 18 թիմերը միասին կազմում են Վինտերկապ 2025-26 թվականի մրցաշրջանի A խումբը։ Արդեն այս խմբում կա առաջատար 3 Մանչեսթեր Սիթին բացման խաղում 5-1 հաշվով առավելության հասավ առաջության նորեկներից մեկի Պարիս Սեն-Ժերմենի նկատմամբ ու վաստակեց իր առաջին 3 միավորը Վինտերկապում, այնպես որ այստեղ պայքարը խմբային փուլը հաղթարելու համար շատ թեժ է լինելու, բոլոր թիմերն էլ իհարկե կցանկանան դա հաղթարել, բայց Հովանիսյանը հարված այստեղ Պողոսյանն է նորից հեռացնում գնդակը, հիմա էլ Սմբատ Պողոսյանն է շարժում գնդակով առաջ, ուղարկեց գնդակը Արսեն Ասատրյանի ուղղությամբ, Ասատրյանն մի փոքր հեռու թողեց գնդակը ու այն բաժին հասավ Ատալանտայի դարպասապահ Սուրեն Սարգսյանին։ Վերջինս գնդակ ուղարկում է Պետրոսյանի ուղղությամբ, Մաքսիմ Սարգսյան գտավ Սեթրակյանին կենտրոնում, Կոշկարյան հաջողանցում է, Կոշկարյան հարված է, պետք է հարվածը, բայց բարձր է ստացվում այստեղ Վարդան Կոշկարյանի կատարած հարվածը, անկյունային է նշանակել մրցավար, այո դիպավ այստեղ գնդակը Չելսիի ֆուտբոլիստներից որևէ մեկին։ Ու հիմա Ալիկ Հովանիսյանը կիրացնի այս անկյունայինը, կա փոխանցումը Հովանիսյանի կողմից, Մաքսիմ Սարգսյանն էլ հարված է կատարում, բայց դարպասապահ Պողոսյանը վերցնում է գնդակը, երկու խոսքով նկարագրեմ, այո Ալիկ Հովանիսյանը այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվեց Վիլյարեալից Ատալանտա ազատ գործակալի կարգավիճակում եւ հիմա արդեն պաշտպանում է Ատալանտայի գույները Վինտերկապում, իսկապես հաջող տրանսֆերը կատարել Ատալանտան համալրելով հարցակման գիծը Հովանիսյան շատ լավ փոխանցում դեպի Կոշկարյանը, բայց այստեղ նորից դարպասապահ Պողոսյանը դուրս է գալիս ու վերցնում գնդակը։ Այո, իսկապես հարցակման կենտրոնում շատ վտանգավոր է Ալիկ Հովանիսյանը, այնպես որ Չելսիի պաշտպանները պետք է էլ ավելի ուշադիր գործեն նրա նկատմամբ։ Սարգսյանն է հիմա գնդակով, գլորում է գնդակը Մաքսիմ Սարգսյանի ուղղությամբ, Սեթրակյան շատ լավ նկատեց Վարդան Պետրոսյանին ձախ եզրում, Պետրոսյանն էլ պահեց գնդակը դաշտի սահմաններում, բայց Նալբանդյանը վրա ասած այստեղ խլեց գնդակը, հետո էլ ստիպեց մրցակցին խախտել խաղի կանոնները։
Նալբանդյան խաղարկեց գնդակը Պողոսյանի հետ, ներողություն Գրիգորյանի հետ, Գրիգորյանն էլ ուղարկում է նորից գնդակը դարպասապա Պողոսյանին, շատ լավ փոխանցում տեսանք այստեղ Արմեն Ասատրյանի ուղղությամբ, Ասատրյան, բայց ուժեղ ստացվեց այս փոխանցում ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, հիմա փոփոխություն կլինի Չելսիի կազմում, Պապիկյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Ալավերդյանը ու տեսնենք հիմա որպես թարմուժ ինչ կփորձի անել արդեն Վլադիմիր Ալավերդյանը Չելսիի հարձակման կենտրոնում, Վարդան Պետրոսյան դեպի Հովհաննիսյանը փոխանցում էր կատարում այստեղ Պետրոսյանը, բայց Գրիգորյանը հաջող պաշտպանվեց, հիմա էլ նորից Ատալանտան խլում է գնդակը Սեդրակյան, ուղարկեց գնդակը Վանիկ Պետրոսյանին, շատ լավ նկատեց Կոշկարյանին Պետրոսյանը, բայց Կոշկարյանը հաջող կասեցում այստեղ չկատարեց ու գնդակը հիմա արդեն բաժին է հասել Չուխաջյանին, Նալբանդյան, շատ լավ փոխանցում կատարեց Նալբանդյանը, Չուխաջյան դեպի Ալավերդյանը, բայց Մաքսիմ Սարգսյանը շատ հաջող այս դրվագում պաշտպանեց, թիմի ավագ է գնդակով Ատալանտայի Ադամյան ուղարկում է գնդակը Պետրոսյանին ու չկան տարբերակներ, այո այս պահին ետ փոխանցեց Պետրոսյանը, Սուրեն Սարգսյան գտավ Վարդան Պետրոսյանին ու դիպավ այստեղ գնդակը Պետրոսյանի ձեռքին, այո Նալբանդյանն է տեղադրել գնդակը ու այն ուղարկեց Պողոսյանի ուղղությամբ Արմեն Ասատրյան գրոզ դեպի մրցակցի Տուգանային հրապարակ, բայց Մաքսիմ Սարգսյանը նորից հաջող է պաշտպանվում հեռացնելով գնդակը եզից կնետեն Չելսիի ֆուտբոլիստները Արմեն Ասատրյանն է ստանում գնդակը, թողնելով այն Պողոսյանին Պողոսյան տեսնեք ինչ որոշում կայացնի Պողոսյանը ուղարկեց միայնակ գտնվող Նալբանդյանի վերջին գնդակ ուղարկում է Տիգրան Չուխաջյանին կա փոխանցումը ու Անդրանիկ Ադամյանն է այստեղ երկու դրվագում էլ հաջող գործում հեռացնելով գնդակը ճիշտ է ոչ այնքան հեռու գնդակը դեռ մնաց Չելսի ֆուտբոլիստերի մոտ հիմա էլ Մաքսիմ Սարգսյանն է պաշտպանության կենտրոնում գեղեցիկ գործում Հովհաննիսյան պայեց գնդակը այստեղ Հովհաննիսյանի մոտ ու այն ուղարկում է Վարդան Պետրոսյանի ուղղությամբ Կոշկարյան թողեց գնդակը Պետրոսյանին շատ լավ նկատեց Սեդրակյանի առաջ խաղացումը Պետրոսյանը նորից Կոշկարյանն է ստանում գնդակը փոխանցում դեպի Վանիկ Պետրոսյանը վտանգավոր գրոհի անցել Ատալանտան Պետրոսյանն ինքը այստեղ սայթակեց ու ընկավ Չուխաջյան հիմա Չելսին անցնում է գրոհի Արմեն Ասատրյանը հաջող ստացվեց փոխանցումը հիմա արդեն Ատալանտան է խլել գնդակ ու շարժվում առած Սեդրակյան ու եզրային նետում կիրացնում Ատալանտայի ֆուտբոլիստները Պետրոսյան լավն էլ փոխանցումը, բայց Կոշկարյանի հարվածը բարձր է ստացվում այստեղ այո դեռ չունենք խփված գնդակ այս խաղում, բայց վտանգավոր գրոհների պակաս էլ չկա երկու թիմերն էլ շատ լավ են գործում թե պաշտպանությունում, թե արձակման գծում ու միայն այս խաղը դիտելիս պետք է հաճույք ստանալ Պողոսյան ուժեղ ստացվեց մի փոքր փոխանցումը ես իսկ կնետեն Ատալանտայի ֆուտբոլիստները Մաքսիմ Սարգսյան դեպի Սեդրակյանը փոխանցում կատարեց Սարգսյանը հաջող գործեց այստեղ Սեդրակյանը պայելով գնդակի մոտ Կոշկարյան շարժվում են առաջ Ատալանտայի ֆուտբոլիստները, բայց այստեղ Կոշկարյանի կատարած փոխանցումը չհասավ Հովհաննիսյանին ու գնդակը վերցրեց Չելսի դարպասապա Պողոսյանը Չուխաջյան կրունկով ուղարկում է գնդակը Սմբատ Պողոսյանին, հիմա արդեն Չելսին է գրոհի անցել ձախ եզրով Չուխաջյան չկան տարբերակներ, այո որքան լավ են դասավորվել այս
Դրվագում Ատալանտայի ֆուտբոլիստները Ալբանյան գուցե հերվից փորձին Ալբանյանը փոխանցում կատարեց, բայց Ասատրյանը այստեղ հաջող չկասեցեց գնդակը Վանիկ Պետրոսյան ուղարկում է գնդակը Հովանեսյանին, Հովանեսյան փոխանցումը կա, բայց այն փակեց Չելսի պաշտպանը ու եզրից կնետի Ատալանտան Հովանեսյանն էլ կատարեց եզրային նետումը Սետրակյան Սարգսյանին գտավ պաշտպանությունում Անդրանիկ Ադամյան Ադամյան բայց ուժեղ ստացվեց այստեղ փոխանցումը ու Եզից կնետի Չելսին Շուխաջյան ուղարկեց գնդակը Արմեն Ասատրյանի վերջինս էլ հասակում է գնդակը Արսեն Ասատրյանի, բայց Ասատրյանի փոխանցումից հետո նորից Անդրանիկ Ադամյանն է Փագում փոխանցման ճանապարհը, այո, որքան լավ են գործում հատկապես թիմերը պաշտպանությունում, մասնավորապես Ատալանտան, թե Ադամյանի, թե Սարգսյանի շնորհիվ։ Սետրակյան դեպի առաջ փոխանցում տեսանք, բայց այստեղ չկարողացան հաջող կասեցում կատարել Ատալանտայի ֆուտբոլիստները։ Ու հիմա գնդակը Չելսիի մոտ է։ Ալավերդյան գտավ կենտրոնում Տիգրան Չուխաջյանին։ Չուխաջյանն ուղարկում է գնդակը Ալեքսանդր Նալբանդյանի ուղղությամբ, նորից փոխանցում էին տեսնում դեպի Չուխաջյանը, բայց այստեղ չհասկացան Մինիաշելցի երկու ֆուտբոլիստները ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, կլինի եզրային նետում Ատալանտայի կատարմամբ Ադամյանը կատարի եզրային նետումը Կա փոխանցումը դեպի Հովանեսյանը, բայց այստեղ Գրիշա Գրիգորյանը Հովանեսյանի թիկունքում լավ գործեց Գործունում են Չելսիի ֆուտբոլիստները այս դրվագում գնդակը Կոշկարյան ուժեղ է ստացվում փոխանցում ու արված կլինի արդեն Պողոսյանի պաշտպանած դարպասից Փոփոխություն եղավ Ատալանտայի կազմում Ալիկ Հովանեսյանի փոխարեն հանդիպումը շարունակում է Վարդան Հովանեսյանը նաև Չելսիի կազմում տեղի ունեցավ փոփոխություն, այո Հարությունյանը մտավ խաղադաշտ ու հիմա արդեն տեսնենք ինչ կտա այս փոփոխությունները երկու թիմերին էլ Ադամյան խլեց այստեղ գնդակը մրցակցից ուղարկում է գնդակը Կոշկարյանին, բայց Կոշկարյանի փոխանցումը լավ չկարողացավ արձագանքել Վարդան Հովանեսյան ու հարված կլինի նորից Էրիկ Պողոսյանի պաշտպանած դարպասից Գրիշա Գրիգորյան նորից ուղարկում է գնդակը դարպասապա Պողոսյանի վերջինս էլ ուժեղ հարվածով մցրեց գնդակը խաղի մեջ, բայց այստեղ Ատալանտայի պաշտպանները դուրս եկան պաշտպանությունից հաջող գործեցին հիմա անցել է գրոհի Չելսին Ալավերդյանի հարվածը բարձր է ստացվում արագ հակակրող կարողացան այստեղ կազմակերպել Չելսիի ֆուտբոլիստները, բայց Ալավերդյանի հարվածը բարձր ընթացավ Կոշկարյան մնաց գնդակով Կոշկարյանը ուղարկում է այն Անդրանիկ Ադամյանի ուղղությամբ Ադամյան շատ լավ է նկատել Վարդան Պետրոսյանի առաջխաղացումը, բայց այստեղ ձեռքով խաղաց Կարո Գրիգորյան ու այո, Տուգանային կիրացնի հիմա Ատալանտան շատ վտանգավոր դիրքում Հիմա տեսնենք այս հնարավորությունից ինչպես կփորձեն օգտվել Ատալանտայի ֆուտբոլիստները Անդրանիկ Ադամյանն է գնդակի մոտ Ատալանտայի ավագը ու տեսնենք Ադամյանի հեռահար կրակոցներին քաջ տեղյակ է կարծում եմ նրա մասնակցության
մասնակցության հանդիպումները դիտել եք ու հիմա տեսնենք կա մրցավարի սուրճը Ադամյան գնդակը ցանցում է 1-0 Ատալանտան բացում է հանդիպան հաշիվը Անդրանիկ Ադամյան 1-0 գոլն արձանագրված, այո, մրցավարը այնուամենայնիվ դիտեց կրկնապատկերը համոզվելու համար կար ձեռքով խաղ թե ոչ Կարո Գրիգորյանի գործողություններում, բայց այո մանացի որոշմանը դիպել էր գնդակը Գրիգորյանի ձեռքին ու գոլը հաստատված է, այո, շատ լավ իրացեց Անդրանիկ Ադամյանը տուգանային հարվածը, ինչի մասին որ խոսում էինք նրա հեռահար հարվածների և այո 1-0 ունենք այս խաղում խփված գնդակ հիմա տեսնենք խաղակեսի վերջամասում արդեն Չելսին ինչով կփորձի պատասխանել հիմա պրեսինգի շնորհիվ Ատալանտան վաստակում է եզրային ներբան հնարավորություն Սեթրակյան Շատ լավ նկատեց Կոշկարյանին այստեղ Սեթրակյանը, նորից լավ գրոյի անցել Ատալանտան, բայց Հարությունյանը կարողացավ խանգարել Կոշկարյանին ու Ատալանտան նորից գնդակը վերցնում է իր մոտ, իսկ Վանիկ Պետրոսյանի փոխանցում այստեղ ուժեղ ստացվեց, եզից կնետին Ալբանդյանը Գրիշա Գրիգորյան Բայց Գրիգորյանի փոխանցումը արձագանքեց Մաքսիմ Սարգսյանը Նալբանդյան ուղարկեց գնդակը առաջ ու այն բաժին հասավ Ատալանտայի դարպասապա Սարգսյանն, այո այս դրվագում հանձնեց գնդակը Չելսին Ատալանտային ու հիմա արդեն շարունակվում է հանդիպումը Չուխաջյանն է գնդակով դեպի Հարությունյանը փոխանցում տեսանք Ալափյան նորից ուղարկեց գնդակը Հարությունյանի ուղղությամբ, բայց այստեղ հաջող գործեց պաշտպանվելուց Էդգար Գևորգյանը Պետրոսյան Տեսնենք իր որոշում կայացնի Ատալանտայի 11 համար ուղարկում է գնդակը Մաքսիմ Սարգսյանին վերջինս էլ դեպի պաշտպանության կենտրոն Անդրանիկ Ադամյանն նորից Սարգսյանն է գնդակով Սարգսյան դեպի Պետրոսյանը փոխանցում տեսանք վտանգավոր է, բայց Պետրոսյանի կատարած փոխանցումը մի փոքր ուժեղ է ստացվում ու գնդակն էլ դուրս եկավ դաշտի սահմաններից եզից կնետեն Չելսիի ֆուտբոլիստները այո առաջի խաղակեսը մոտենում է ավարտին ու հիմա առաջին հերթին Չելսին կփորձի անել հնարավորինս հավասարեցնելու առաջի կեսում հանդիպան հաշիվը իհարկե Ատալանտան էլ բնականաբար կփորձի կամ պահել կամ զարգացնել առավելությունը Կոշկարյան այստեղ խլեց գնդակը Ատալանտան ուղարկում է գնդակը Մաքսիմ Սարգսյանի ուղղությամբ Հովանիսյան, բայց այստեղ շատ հաջող պաշտպանվեց Արմեն Ասատրյանը ու կար այստեղ խաղի կանոնների խախտում Ալբանդյանի դեմ պայքարում Արագ խաղարկեց Չելսին գնդակը Ալեքսանդր Նալբանդյան մնաց գնդակով Նալբանդյանն ու այն ուղարկում է Արմեն Ասատրյանի ուղղությամբ Գրիշա Գրիգորյան այստեղ սխալվեցին Չելսիի ֆուտբոլիստները եզից կնետի Ատալանտան շտապում է Կոշկարյանը, բայց արդեն նահանջեցին Չելսիի պաշտպանները Հովանիսյան թողեց գնդակը Պետրոսյանին նորից Հովանիսյանն է գնդակով հետ փոխանցում Մաքսիմ Սարգսյանի ուղղությամբ հարված, բայց այստեղ Չուխաջյանը իր վրա է ընդունում Սարգսյանի կատարած հարվածը Վանիկ Պետրոսյան փորձեց փոխանցում կատարել չստացվեց ու գնդակը հիմա Չելսիի ֆուտբոլիստերի մոտ է Հարությունյան չստացվեց այստեղ փոխանցումը հաջող Մաքսիմ Սարգսյան
Շատ լավ փոխանցում դեպի Գևորգյան, իսկ Գևորգյանը չեմ կարող ասել այստեղ հարված էր փորձում կատարել թե փոխանցում, կարծում եմ ասիագրում էր, ուզում էր ասիագրել գնդակը Վարդան Հովհաննիսյանին, բայց ուժեղ ստացվեց Գևորգյանի կատարած փոխանցումը ու չօգտվեց իր հնարավորությունից այս դեպքում Ատալանտան։ Պողոսյան ուժեղ փոխանցում առաջ եւ այստեղ Գևորգյանն է հաջող պաշտպանվում։ Անդրանիկ Ադամյան Մաքսիմ Սարգսյանն է գնդակով դեպի ձախ փոխանցում տեսանք Պետրոսյանի ուղղությամբ ու Պետրոսյանը գնդակ ուղարկում է առաջ Վարդան Հովհաննիսյան լավ փոխանցում է դեպի Գևորգյանը Գևորգյան եւ ինչպիսի նպաստավոր դիրքից է վրիպում Գևորգյանը Ատալանտան 2 ռեալ հնարավորություն կորցրեց եւ 2 դրվագում էլ հարցակման կենտրոնում է հայտնվել Գևորգյանը, բայց եթե առաջի դրվագում փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց, ապա այս դիրքում ոչ ոք չէր խանգարում նրան, շատ լավ անցում էր կատարել եւ պետք է պարզապես կրկնապատկել իր թիմի առավելությունը, բայց ստացվեց Գևորգյանի կատարած հարվածը։ Հարությունյան ուժեղ փոխանցում է դեպի Հարությունյանը, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու առաջի խաղակեսն հենց այստեղ ավարտվում է, կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Սերի ֆուտբոլիստներն մեկնարկում է Ատալանտան ընդդեմ Չելսիի հանդիպան երկրորդ խաղակեսը, առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 1-0 է օգուտ Ատալանտայի հանդիպան միակ գնդակը խփել է Անդրանիկ Ադամյանը Տուգանայինից կատարած ուժքու հարվածով բացելով հանդիպան հաշիվը ու դիմա տեսնենք երկրորդ կեսում թիմերի իշխը մատուցեն մեզ եկեք արագորեն վերհիշենք մրցող թիմերի հայտացուցակները սկսենք Ատալանտայի ծուն դարպասը պաշտպանում է Սուրեն Սարգսյանը համար 12 Անդրանիկ Ադամյան համար 5 նա թիմի ավակն է Խաչիկ Սեդրակյան համար 6 Վանիկ Պետրոսյան համար 7 Ալիկ Հովհաննիսյան համար 8 Վարդան Պետրոսյան համար 11 Վարդան Հովհաննիսյան համար 9 Մաքսիմ Սարգսյան համար 3 հիմա վտանգավոր գրոյի անցել Ատալանտան Գևորգյան կա փոխանցումը բայց այստեղ Չելսիի պաշտպանները հաջող գործեցին Էդգար Գևորգյան համար 66 եւ Վարդան Կոշկարյան համար 77 Գրիշա Գրիգորյան թույլ ստացվեց այստեղ Գրիգորյանի փոխանցում ու Սարգսյանը հեռացնում է գնդակը ու ստացվեց շատ հաջող փոխանցում դեպի Կոշկարյանը Կոշկարյան բայց այստեղ Հովհաննիսյանն էր ասիագրված այս փոխանցումը Ասատրյանն էլ փակեց գնդակի ճանապարհը եւ այսպես Չելսի դարպասը պաշտպանում է Էրիկ Պողոսյանը համար 1 Կարո Գրիգորյան համար 5 Վովա Խալափյան համար 6 Գրիշա Գրիգորյան համար 7 Արմեն Ասատրյան համար 8 Սմբատ Պողոսյան համար 9 Ժիայ Պապիկյան համար 10 նա թիմի ավակն է Արսեն Ասատրյան համար 11 հիմա Հովհաննիսյանն է գնդակով վտանգավոր գրո է բայց այստեղ փոխանցումը դեպի Կոշկանը լավ չստացվեց նորից Հովհաննիսյան ու նորից փակեցին այստեղ փոխանցման ճանապարհը Ալավերդյան չստացվեց այստեղ ընդունել գնդակը ուժեղ էր մի փոքր փոխանցումը եւ այսպես շարունակեմ ծանոթ հասնել Չելսիի հայտարարությունը Արսեն Ասատրյան համար 11 Էրիկ Արությունյան համար 17 Հովսեփ Աթաջանյան համար 20 Ալեքսանդր Նալբանդյան համար 23 Վլադիմիր Ալավերդյան համար 66 եւ Տիգրան Չուխաջյան համար 77 Կար այստեղ խախտում Պետրոսյանի նկատմամբ ու հիմա տեսնենք այս ստանդարտի ինչով փորձեն օգտվել Ատալանտայի ֆուտբոլիստները հիշեցնեմ այս հանդիպան միակ գոլը խփել է Տուգանային արվածից հիմա էլ Վանիկ Պետրոսյանն է տեղադրել գնդակը Պետրոսյան հերվից հարված բայց բարձր է ստացվում բավական հեռու է տարածությունը այնուամենայնիվ Պետրոսյանը որոշեց հարված կատարել ու գնդակը մի փոքր բարձր ընթացավ Չուխաջյան թողեց գնդակը Գրիշա Գրիգորյանին ու գրոյի տեղափոխություն դեպի Արմեն Ասատրյանը Հարությունյան նորից Ասատրյան շատ լավ փոխանցում կարողացավ այստեղ կատարել Ասատրյանը իսկ Ադամյանը նորից դուրս է գալիս պաշտպանությունից ու փայլուն գործում պաշտպանությունում հարված կլինի հիմա արդեն Սուրեն Սարգսյանի պաշտպանած դարպասից
Սարգսյան շարժվում է առաջ գնդակով Սարգսյանը գտավ Պետրոսյանին, բայց Պետրոսյանն այստեղ եթե կարողանար կասեցնել գնդակապը շատ վտանգավոր կլիներ Մաքսիմ Սարգսյան պետք էր փոխանցում կատարել չստացվեց փոխանցում ու այստեղ էլ խլեցին գնդակը Չելսիի ֆուտբոլիստները հետո արագորեն Ատալանտան վերականգնեց այն Կոշկարյան արված դիպավ այստեղ մրցակցի ֆուտբոլիստին գնդակը Հովանեսյան լավ է գործում ու դարպասացով Նեյմարին օգնում Չելսիին չանվատվել Ատալանտայի գրով Արտան Հովանեսյան Գևորգյան ու 2-0 Ատալանտա կրկնապատկում է իր առավելությունը այո հասունացել էր գոլի պահ իսկապես ու Ատալանտան կարողացավ երկրորդ գնդակը հեղինակել հենց խաղակեսի մեկնարկում 2-0 2-0 այո Գևորգյան այս անգամ չվրիպեց հիշում եք առաջի խաղակեսի վերջնամ ասում նա երկու շատ լավ հնարավորություն կորցրեց ու հիմա արդեն գտնվեց դիպուկ շատ հարմար դիրքից Անդրանիկ Ադամյան փայլուն է գործում հիմա Ադամյանը թույլ չտալով մրցակցին շրջանցել իրեն Ադամյան հասցրեց այստեղ փոխանցում կատարել բայց այն բաժինացավ Չելսիի ֆուտբոլիստերին Պապիկյան կրունկով փորձեց հասցեագրել խաղանկերոջը գնդակ ու չստացվեց Վանիկ Պետրոսյանն է հիմա զարգացնում արագություն դեպի ձախ փոխանցում տեսան Գևորգյան Վարդան Հովանեսյան թողեց գնդակը Ալիկ Հովանեսյանի վտանգավոր է Ալիկ Հովանեսյան Կոշկարյանն է այստեղ շարժվում առաջ գնդակով կա փոխանցումը բայց Վարդան Հովանեսյանի կատարած արվածը բարձր ստացվեց այո ակտիվ է մեկնարկել խաղակեսը Ատալանտան Արսեն Ասատրյան ընդունեց գնդակը կենտրոնում ուղարկում է այն Արությունյանի ուղղությամբ Չուխաջյան լավ էին համագործակցել այստեղ Չելսիի ֆուտբոլիստները բայց Ասատրյանի կատարած փոխանցումը ուժեղ ստացվեց ու գնդակը կլինի Ատալանտային այո եզրային նետում կտեսնենք հիմա փոփոխություն Ատալանտայի կազմում Սեթրակյանը մտավ խաղադաշ թիմի ավակ Անդրանիկ Ադամյանի փոխարեն կա մրցավարի Սուլիչը պետք է կատարել եզրային նետումը Հովանեսյանը կիրականացնի այն դեպի առաջ փոխանցում ենք տեսնում բայց այստեղ Արսեն Ասատրյանը լավ գործեց Սեթրակյանն էլ կարողացավ վերացնել գնդակը Գևորգյան պահեց գնդակը այստեղ Ատալանտան իր մոտ Վանիկ Պետրոսյան շարժվում է առաջ Պետրոսյանը միայնակ է կատարեց դեպի Կոշկարյանը փոխանցում վտանգավոր գրոյի անցել Ատալանտան Հովանեսյան 3-0 Ատալանտան եռապատկում է իր առավելությունը այո տոնեց իր գոլը Հովանեսյանը կարծում եմ որևէ մեկին ուղղված էր այս գնդակը եւ 3-0 արդեն հիմա տեսնենք Երեք 0 այո Ատալանտան խաղակեսի մեկնարկում ունեցած իր պայելը շատ լավ կարողացավ օգտագործել ու հիմա արդեն Վինտեր կապի առաջին տուրում հաղթում է հիմնական մրցակիցներից մեկին Չելսին 3 գնդակի առավելությամբ Կոշկարյան շարժվում է առաջ Կոշկարյանը այստեղ չի եղավ խաղթում նրա նկատմամբ բայց սա անգամ շտորի Արսեն Ասատրյանը խանգարեց Կոշկարյանին Պապիկյանը հաջող անցում է շարժվում է առաջ իր Պապիկյանը աջ եզրով բայց այստեղ փոխանցմանը ոչ ոք չարձագանքեց ու հիմա նորից Ատալանտան նետվում է գրոյի Վարդան Հովանեսյան շատ լավ անցում էր Հովանեսյան բայց այստեղ հեռացնում է Չուխաջյանը գնդակը այո Վանիկ Պետրոսյան կա փոխանցում Ալիկ Հովանեսյան հարվածն էլ տեսանք բայց շատ սուր էր անկյունը իսկապես սահապարություններ այստեղ Ատալանտայի ֆուտբոլիստին Հովանեսյանին նույնպես որ կարողացավ եզրափակել այս
բարդ իրավիճակում Պետրոսյանի կատարած փոխանցումը, բայց լինենք արդարացի Հովհաննիսյանի դիրքը շատ անհարմար էր դարպասը գրավելու համար։ Ալավերդյան Սեթրակյանն է հիմա էլ աջոխնում կատարում ու 3-2-ի դիմաց նետվում է առաջ Ատալանտան։ Սեթրակյան բայց Շուխաջյանը փայլուն պաշտպանվեց այս դրվագում։ Ալբանզյան չստացվեց այստեղ մնալ գնդակով, Վանիկ Պետրոսյան, Հովհաննիսյանին հասցեագրեց գնդակ ու եզիսկ նետի Ատալանտան։ Կրկնակի փոփոխություն հիմա տեղի կունենա Ատալանտայի կազմում։ Կոշկայանի ու Գևորգյանի փոխարեն խաղադաշտ դուրս կգան Վարդան Պետրոսյանը ու Անդրանիկ Ադամյանը, այո, վերադարձան խաղադաշտ, երկուսն էլ խաղադաշտում են ու հիմա արդեն տեսնենք որպես թարմուշ ինչ կփորձեն անել Ատալանտայի համար այս երկու ֆուտբոլիստները, երկու շատ կարևոր ֆուտբոլիստներ Ատալանտայի կազմում։ Ադամյանը հեռացեց այստեղ գնդակը, բայց մինչ այդ կար խաղի կանոնների խախտում Պապիկյանի նկատմամբ ու տեղին քարտով է այստեղ Պետրոսյանը պատժվում, այո, մրցավարի կողմից միտումնավոր խախտելու համար խաղի կանոնները։ Հիմա տեսնենք այս ստանդարտ ինչի կփորձեն վերածել Չելսիի ֆուտբոլիստները, Ասատրյանն է գնդակի մոտ։ Սարգսյանը ուշումներ է տալիս թիմի ֆուտբոլիստներին պատը կազմելու գործում ու հիմա տեսնենք կա մրցավարի սուլիչը Ասատրյան հարվածել կա ու պատ կազմած ֆուտբոլիստները իրենց վրա են ընդունում գնդակը Գրիգորյան դեպի առաջ փոխանցում տեսանք, բայց Վանիկ Պետրոսյանն այստեղ էլ փակեց գնդակի ճանապարհը Պապիկյան հիմա էլ Վարդան Հովհաննիսյանն լավ պաշտպանում խլեց նորից Պապիկյանը գնդակը հարվածել կա ու բարձր է ստացվում Պապիկյանի կատարած հարվածը Վարդան Պետրոսյան կա Հովհաննիսյանի տարբերակը նկատեց նրան, բայց այստեղ պաշտպանությունում հասցրեց փակել գնդակի ճանապարհը Կարո Գրիգորյանը, Տիգրան Շուխաջյան ու գնդակը ուղարկում է դարպասապա Պողոսյանի ուղղությամբ եւ սխալվում են այստեղ Չելսիի ֆուտբոլիստները նորից պաշտպանությունում, եզից կնետի Ատալանտան Հովհաննիսյանը արագորեն կատարեց եզրային նետումը Սեթրակյանի ուղղությամբ, նորից Հովհաննիսյան Գտավ Անդրանիկ Ադամյանին, Ադամյան մնաց գնդակով Ադամյանը ուղարկեց այն Մաքսիմ Սարգսյանի ուղղությամբ, գուցե հեռվից փորձի Սարգսյանը հարված ու այստեղ Պողոսյանը հրաշալի սեյվ է կատարում, այո կրակեց Մաքսիմ Սարգսյանը բավական հեռու տարածությունից, բայց Պողոսյանը տեղում է, հիմա էլ Ադամյանն է նորից շատ լավ պաշտպանվում ու տեսնենք ինչ է պատահել Սմբատ Պողոսյանին, հարված ստացավ ամեն դեպքում Ադամյանի կողմից ոտքին Ադամյան շարունակում է հանդիպումը Մաքսիմ Սարգսյան թողեց գնդակ այստեղ Պետրոսյանին, բայց Պետրոսյանի կատարած փոխանցումը մի փոքր շեղությամբ ստացվեց, եզիս կնետի Չելսին, Արսեն Ասատրյան Գրիգորյանի հետ խաղարկեց գնդակը, Գրիգորյանը լասեագրում են Շուխաջյանին, Պապիկյան նորից Ասատրյանն է գնդակով Ալավերդյան, բայց Մաքսիմ Սարգսյան այստեղ հաջող է պաշտպանվում ու գնդակը նորից Ատալանտան վերադարձնում է իր մոտ Անդրանիկ Ադամյան լավ անցում կարողացավ կատարել Ադամյանը շատ լավ փոխանցում էլ ստացվեց դեպի Մաքսիմ Սարգսյանը Վանիկ Պետրոսյան կա Սեթրակյանի տարբերակը, բայց Պետրոսյանի կատարած փոխանցումը փակեց Շուխաջյանը շարունակում է կիրել գնդակին Ատալանտան Մաքսիմ Սարգսյան խլեցին այստեղ մրցակցի երկու ֆուտբոլիստներ նրանից գնդակը Պապիկյան հասցրեց ուղարկել գնդակն Ալբանզյանի ուղղությամբ ու հիմա Չելսին նետվում է առաջ, այստեղ կար այո խաղի կանոնների խախտումն Ալբանզյանի նկատմամբ
Տեսնենք հիմա ինչ կանի Չելսին այս տուգանային հարվածից Ալավերդյանն է տեղադրել գնդակը կա մրցավարի Սուլիչը Ալավերդյան հարված դարպասի ուղղությամբ ու Սարգսյանը կարողանում է այստեղ հեռացնել գնդակը Հովանեսյանն էլ պայծ գնդակը դաշտի սահմաններում Սեդրակյանն է զարգացնում արագություն դեպի Հովանեսյանը փոխանցում տեսանք Ալիկ Հովանեսյան բայց մի փոքր շեղությամբ ստացվեց հարվածը թե այնուամենայնիվ դիպավ գնդակին Պողոսյանը այո դիպել էր եւ անկյունային կիրասնի Ատալանտան Փոփոխություն երկու թիմերի կազմում էլ Ասատրյանը վերադառնում է խաղադաշտ Ալավերդյանի կազմում Ալավերդյանի փոխարեն Չելսիի կազմում ու կրկնակի փոփոխություն էլ տեղի ունենում Ատալանտայի կազմում Հովանեսյանի ու Պետրոսյանի փոխարեն հանդիպումը կշարունակեն Կոշկարյանն ու Գևորգյանը կամ մրցավարի Սուլիչը Հովանեսյան փոխացում Վարդան Պետրոսյան Մաքսիմ Սարգսյան պետք է գրավել դարպասը բայց կար խաղի կանոնների խախտում միջ այդ Գրիգորյանի դեմ պայքարում ու գոլն արձանագրված չէ Նալբանդյան շարժվում է առաջ այո հաշիվը մնաց անփոփոխ 3-0 Նալբանդյան լավ գործեց այստեղ Նալբանդյան ու Պետրոսյանը այստեղ կրկին խախտեց խաղի կանոնները Այո, քիչ առաջ նմանատիպ դիրքից եղավ Ասատրյանի կողմից հարված ու հիմա տեսնենք այս անգամ ինչպես ստացվի Ասատրյանի հարվածը կա Սուլիչը Ասատրյան ու նորից պատի վրա է ընդունում գնդակը, այո Արսեն Ասատրյան, Մաքսիմ Սարգսյանն է պայքարում նրա դեմ կարողացավ վերացնել գնդակը, բայց Արմեն Ասատրյանի կատարած հարվածից հետո գնդակը շեղությամբ ընթացավ ու արված կլինի Սուրեն Սարգսյանի պաշտպանած դարպասից Ադամյան Դեպի Պետրոսյանը փոխանցում տեսանք Պետրոսյանն էլ հասցեագեց գնդակը Սեդրակյանին Գևորգյան մնաց գնդակով Գևորգյանը ու այստեղ Ասատրյանը փակեց Գևորգյանի փոխանցման ճանապարհը բայց եզից կնետի Ատալանտան Այո, հանդիպումը գնալով մոտենում է ավարտին, եթե հիմա կարողանա Չելսին մեկ գնդակ արագորեն ետ բերել, ապա կարող են մտածել երկրորդի մասին, բայց առայժմ որպես այդպիսին վտանգավոր այս վերջին մի քանի րոպեների ընթացքում միայն տեղի ունեցել Ալավերդյանի կատարած տուգանային հարվածը, որից հետո Սուրեն Սարգսյանը վստահ գործեց դարպասում Նալբանդյան հաջող չէր փոխանցումը, բայց շտապեց այստեղ Սեդրակյանը փոխանցում կատարելուց ու հարված կլինի Չելսի դարպասից Պողոսյան արագորեն գնդակը մտցնում է խաղի մեջ Արսեն Ասատրյան Եվ Վարդան Հովանեսյանն է այստեղ խաղի կանոնների սահմաններում պաշտպանվում, բայց գնդակը մնաց Չելսի ֆուտբոլիստերի մոտ Հիմա էլ Գևորգյանն է կարողանում հեռացնել, Կոշկարյանն էլ փորձեց ավելացնել, չստացվեց, Պապիկյան հեռվից արված ու Սարգսյանը վերցնում է գնդակը, բայց մինչ այդ տեղի էր ունեցել խաղի կանոնների խախտում։ Վարդան Պետրոսյան Կա Գևորգյանի տարբերակ աչիեզում շատ լավ նկատեց Պետրոսյանը Գևորգյանի առաջ խաղացումը, բայց փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց։ Ալեքսանդր Նալբանդյան
Այստեղ ուժեղ ստացվեց Նալբանդյանի կատարած փոխանցումի, Ադամյանն էլ վերահասկում էր իրավիճակը պաշտպանությունում, Վարդան Պետրոսյան ասյագեց գնդակ Ալիկ Հովանիսյանին, Հովանիսյան ուղարկում է գնդակը Սեդրակյանին, ու գրոյի տեղափոխություն դեպի Վարդան Պետրոսյանը, վտանգավոր գրոյի են անցել Ատալանտայի ֆուտբոլիստները Կոշկարյան, հեռու թողեց Կոշկարյանը մի փոքր գնդակը Պողոսյանն է հաջող խլում կատարում ու սկսում Չելսիի հերթական գրողներից մեկը Ժիրայր Պապիկյան, բայց այստեղ գնդակը հենց Պապիկյանից էլ դուրս եկավ, Հովանիսյան ուղարկում է գնդակը Կոշկարյանի ուղղությամբ, Չուխաջյանն է դիմավորել նրան, 2.77 համարների պայքար ենք տեսնում, բայց մնաց գնդակով Չուխաջյանը ուղարկելով գնդակը Նալբանդյանին, Պապիկյան, նորից Նալբանդյանն է գնդակով, հերվից հարված ու այստեղ Ադամյանը կանգնեց գնդակի ճանապարհին, այո, եթե չլիներ Ադամյանի այստեղ հայտնվելը, ապա շատ վտանգավոր հարված կտեսնեինք Նալբանդյանի կատարմամբ, տեսանք նույնիսկ հարվածը, բայց եթե չլիներ Ադամյանը գնդակը չեմ կարող ասել անկեղծ կհայտնվեր դարպասում, թե ոչ, քանի որ Նալբանդյանի կատարած ցանկացած հեռահար հարված վտանգավոր է ստացվում։ Հիմա արդեն խաղի կանոնների խախտում Արմեն Ասատրյանի կողմից ու գնդակը կլինի Ատալանտայինը, արագորեն այստեղ փորձեցին խաղարկել, բայց Սուրաց մրցավարը պետք է ճիշտ տեղից խաղարկել, դրա մասին ակնարկեց քիչ առաջ հանդիպան գլխավոր մրցավար Գարիկ Բեգյանը ու հիմա արդեն խաղարկված է Տուգանայինը, Մաքսիմ Սարգսյան լավ անցում էր, լավ փոխանցում դեպի Պետրոսյանը, բայց Պետրոսյանի փոխանցումը այստեղ ուժեղ է ստացվում ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Գրիգորյան շարժում է առաջ, Կարո Գրիգորյան ուղարկեց գնդակը Նալբանդյանին, այո, արդեն Չելսին փորձում է ողջ կազմով նետվել առաջ, բայց փակ են բոլոր ճանապարհները այս պահի դրությամբ Ատալանտայի դարպասը տանող Գրիգորյան երկրորդ տեմպով են սկսում Չելսի ֆուտբոլիստները իրենց գրոհը, այստեղ էլ Կոշկարյանը լավ պաշտպանվեց ու խախտեցին խաղի կանոնները նրա նկատմամբ Ադամյան ուղարկեց գնդակը Վարդան Պետրոսյանին, նորից ստացավ պատասխան փոխանցումը, բայց այստեղ խլեցին Չելսի ֆուտբոլիստները գնդակը, վտանգավոր է, Պապիկյան պետք է կրճատել հաշիվը, հարված ու այստեղ գնդակը չի հայտնվում դարպասում, վերջին պահին Մաքսիմ Սարգսյանը նկատեց գնդակը եւ կարողացավ հեռացնել դատարկ դարպասից։ Եվս մեկ անկյունային կիրացնի Չելսին։ Պապիկյան փոխանցում Գրիգորյանի ուղղությամբ։ Գրիգորյան գուցե հերվից փորձի, բայց Գևորգյանն է այստեղ հանգարում Գրիգորյանին։ Ատալանտան նետվում է նորից առաջ, Ալիկ Հովանիսյան փակվեց փոխանցման ճանապարհը։ Չուխաջյանն էլ հաջող է պաշտպանվում ուղարկելով գնդակը Նալբանդյանին։ Նալբանդյան դեպի Պապիկյանը փոխանցում տեսանք վտանգավոր է, բայց Պապիկյանի կատարած փոխանցումը նորից հասցրեց փակել թիմի ավակ Անրանիկ Ադամյանը։ Պապիկյան կա անկյունայինից փոխանցում ու այստեղ էլ ոչ ոք չարձագանքեց գնդակին։ Փոփոխություն Ատալանտայի կազմում, Սարգսյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Վանիկ Պետրոսյանը, ով արդեն առաջին հպումը կատարեց գնդակին խաղադաշտ վերադառնալուց հետո, բայց փոխանցումը ուժեղ ստացվեց։ Ես իսկ կնետեն Չելսիի ֆուտբոլիստները։ Արմեն Ասատրյան կատարեց փոխանցում Պապիկյանի ուղղությամբ, վտանգավոր է Ժիրայր Պապիկյան։
ու անկյունային հարված է նշանակում այստեղ մրցավարը, թե հարված դարպասից, ոչ, հարված դարպասից, այո, գնդակը Պապիկյանից դուրս եկավ դաշտի սահմաններից։ Սեդրակյան, դեպի ձախ փոխանցում ենք տեսնում Վարդան Պետրոսյան։ Կոշկարյան այստեղ շատ հնարամիտ կերպով գնդակը թողեց Վանիկ Պետրոսյանին, բայց Պետրոսյանի կատարած փոխանցումը փակեցին Չելսիի ֆուտբոլիստները, Գրիգորյանն է զարգացնում արագություն։ Շատ լավ փոխանցում կարողացավ կատարել այստեղ Գրիգորյանը, բայց առայժմ հարվածի ճանապարհները բոլոր փակ են։ Հիմա էլ դեղին քար կստանա թիմի ավակը Ատլանտայի Անդրանիկ Ադամյանը բաց ոտքով խաղալու համար։ Ու Չելսին նորից վտանգավոր դիրքում ստանում է տուգանային հարվածի հնարավորություն։ Նալբանդյանն է տեղադրել գնդակը, գուցե հիմա ստացվի Չելսիի մոտ, տեսնենք։ Բայց այսօր Սուրեն Սարգսյանի կազմած բոլոր պատերը անխոցելի են եղել, կա բարձավարի Սունիչը, Նալբանդյան, հարվածել կա, ու նորից Անդրանիկ Ադամյանն է կարողանում հեռացնել գնդակը։ Եվս մեկ անկյունային կիրականացնեն Չելսիի ֆուտբոլիստները։ Պապիկյանը խաղարկում է գնդակը Պողոսյանի հետ։ Պողոսյան դեպի տուգանային հրապարակ փոխանցում, Նալբանդյանն էլ հարված կատարեց, բայց գնդակը շեղությամբ ընթացավ, այո, հանդիպման վերջին րոպեներն են ընթանում։ Սեդրակյան շատ լավ նկատեց Կոշկարյանի առաջ խաղացումը, բայց Պողոսյանը այստեղ թիկունքից էր գործում ու շատ հաջող գործեց։ Գրիշա Գրիգորյան ուղարկեց Խալափյանին, գնդակը վերջինս էլ թողեց գնդակը Պողոսյանին։ Չուխաջյան դեպի Նալբանդյանը փոխանցում տեսանք։ Տեսնենք ինչ որոշում կայացնի Նալբանդյանը, ուղարկեց գնդակը Սմբատ Պողոսյանին, նորից Չուխաջյանն է գնդակով Նալբանդյան ու կորցրին այստեղ գնդակը Չելսիի ֆուտբոլիստները, բայց Գևորգյանի փոխանցումն էլ չանցավ եւ վերջ հանդիպումն ավարտված է, շատ հետաքրքիր հանդիպում դիտեցինք իսկապես լի գոլային պահերով եւ հարվածներով դարպասի ուղղությամբ, բայց այնուամենայնիվ Ատլանտան կարողացավ վաստակել իր առաջին 3 միավորը Վինտեր քափում, հաղթելով 3-0 հաշվով մրցակցին։ Իսկ խաղային օրը մեզ մոտ այսքանով ավարտված է, շնորհակալություն որ մեզ հետ էիք, բարի գիշեր ու ամենայն բարիք։